այստեղ եմ հոգին ստանում խորելու նյութ։ Ես գտնում եմ Աստծուն իմ այս ներկա բնակարանում, օվկիանոսի այս կաթիլի անվախճանության մեջ, սքանչելի, մեծահրաշ, ամենուր, արդեն իսկ մեծ ու անմանալի, նաև էլ այս աննափոքր ձեռակերտներում։ Միայն ավազի մեկ հատիկի կազմությունը, միայն մի փոքրիկ միջակի գրությունը գերազանցում են բոլոր մտքերը, բայց առավել վսեմ ու մեծ եմ համարում Արարչի մեծությունը, երբ նայում եմ երկնքին, նրա ձեռակերտներին, երբ նկատում եմ աշխարհի ամբողջությունն ու բազմությունը, որպես իմ հիացման առատաղբյուր։ Ոչ մի կերպ չեմ կարող իմ առջև ներկայացնել ամենակարողի գործի մեծությունն ու փառքի արժանավորությունը, եթե միայն չընդունեմ ինձ համար լույսի ճանապարհը, որպես չափ եւ այդ չափով իմ մտքում չչափեմ արեգակների տարածությունը եւ արարչության անսահման դաշտերը իրենց ուղեկիցներով։ Այնտեղ գտնում եմ անվախճան էակի զորությունը, իմաստությունը, բարությունը եւ նախախնամությունը։ Նա իր սքանչահարաշ փառքի մեջ առավել պայծառ է, քան այս փոքր երկրի վրա ապրող նկարատես ու հացարակ քաղաքացիները սահմաններ են դնում նրա այդ ծայրագույն հատկությանը։ Խնդալից հիացմունքով միանում եմ, երբ ինձ հասու է դառնում Աստծու հայտնության հնչյունի ձայնը, իմ ներքին հոգու զորեղ զգացումները, իմ ամբողջ ձգտումն ու ճանաչողությունը եւ ծայրագույն էակի մասին իմ վսեմ մտածումները, որոնք ներկայացնում է սքանչելապատում Աստվածաշունչը։ Որին ելույթից երկրորդ մասում անդրադառնամ, ինչու եմ ասում երկրորդ, որովհետև իրականում տիեզերագիտություն ձեռնարկի մասին թերևս ինձ համար կարելի է շատ խոսել եւ տարբեր կողմերից ու տարբեր դիտանկյուններից։ Բնականաբար ես մասնագիտության բանասեր գրաբարագետ եմ եւ ինձ համար դժվար կլինի տալ որևէ կարծիք, թե 19-րդ դարում ինչ գիտական դպրոցի շարունակությունն է տվել Խաչատուր Աբովյանը, գիտական որքան լուրջ արժեք ունի, բայց ասեմ, որ ուսումնասիրությունը տիեզերագիտության ձեռնարկի կարելի է ասել, երբ որ ետ եմ գնում, 1 տարի է ծնվել, որովհետև շատ պատահական արխիվից գտնում ենք տիեզերագիտություն ձեռնարկը, ես Տիկին Ստամբուլցյանի հետ խոսում եմ, իմ զարմանքն եմ արտահայտում, որ կա նման բան եւ ինչպես միշտ առաջին քայլերը արվում է իր կողմից, որպեսզի ձեռնարկը կյանքի կոչենք եւ սրան բավականին երկար ճանապարհ է նախորդում, վերցանում, հետո փոխադրություն, իսկ փոխադրությունից հետո արդեն խորամուխ լինեն դրա խորքերը հասկանալու համար նախ գիտական բովանդակությունը եւ հետո առհասարակ ասելիքը եւ աշխարհի ընկալումը Խաչատուր Աբովյանի ինչպիսին է։ Ես այսօր կփորձեմ մի քանի աչքով կարծիք տալ, որպես բանասեր գրաբարագետի, բանասեր գրականագետի ինչ-որ առումով, ինչպես նաև մարդու ով կյանքի որևէ փուլում ինչ-որ հարցերի պատասխաններ է փորձել գտել ու ինչ-որ առումով հաջողել է նաև տիեզերագիտություն ձեռնարկը խորապես ուսումնասիրելուց հետո եւ պարզապես մարդու ով արդեն երկար ժամանակ է փորձում է ուսումնասիրել Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունը, մասնավորապես գրաբարագի ժառանգությունը եւ նորանոր բացահայտումներ անելու իր համար։ Տիեզերագիտության ձեռնարկին իհարկե մեր գործընկերները կանրադառնան եւ դրան կտան մասնագիտական կարծիք, բայց ասեմ, որ նախ սկզբի հատվածը առաջին 10 էջը եւ փոխադրում էի, ինչ-որ առումով չէի հասկանում խորապես ինչի մասին է խոսում, որովհետեւ ինչպես տեսնում եք ինձ այն հատվածն է, որտեղ արդեն խոսքում նշվեց, ինչպես տեսական հարցեր էին քննարկվում, այնպես էլ միաժամանակ նաեւ գործնական եւ գործնական խնդիրներն են, հաշվություններն են, որը Աբովյանը այսպես իր աշակերտների համար կազմել է, որպեսզի սովորեին։ Իր տիեզերագիտություն ձեռնարկն է, որը այս պահին ցուցադրված է եւ գերմաներեն են տարբերակը, որտեղ տիեզերքի մասին պատկերները, գալակտիկայի մասին պատկերները ավելի շատ են։ Եվ առաջին նավատականը, որ հետագայում նաև Աբովյանի ամբողջ ստեղծագործությունը ուսումնասիրելու մեջ ինձ հանդիպում է, քանի որ ուսումնասիրումը նշեցի գրաբարագի ժառանգությունը,
Ես եկել եմ մի կարևոր եզրակացությամբ, որ Աբովյանը, մենք միշտ ասում ենք Աբովյանը աշխարհաբարի հիմնադիրն է, ստեղծեց աշխարհաբար լեզուն եւ այլն, բայց պիտի գնանք երբ հասկանալու ինչի հիմքի վրա ստեղծեց եւ ինչպես կարողացավ հաջողեց թե ոչ։ Իմ ուսումնասիրությունների արդյունքում ես մի շատ կարևոր կետի եմ եկել, որի վրա փորձում եմ կառուցել իմ ամբողջ հետազոտությունը, որ Աբովյանը աշխարհաբարը փորձել է կառուցել գրաբարի հիմքի վրա, եւ որքան գիտական է նյութը տիեզերագիտության, նույնքան ու առավել գիտական է բառապաշարը, որովհետեւ ըստ էության մենք գործ ունենք բառաշինարար Խաչատուր Աբովյանի, բառաստեղծ Խաչատուր Աբովյանի հետ, որը լսելով նորանոր երևույթներ, աշխարհի կառուցվածքի, տիեզերքի մասին, արեգակներին համակարգի մասին, փորձում է բառեր ստեղծել, որովհետև մինչև դա իրեն չի եղել, եւ ինքն լեզվում երևույթը նոր բառի առաջանում է այն դեպքում, եւ լսում ես դրա մասին նախագիտելիք ու փորձում ստեղծել։ Այդպիսի ամենահետաքրքիր նորաբանություններից էին, այսինքն եզրութային հասկացության իմաստ ունեցող Ծիրկաթինի համար ստեղծված Խաչատուր Աբովյանի երկու փառահեղ նորաբանություն՝ կենդանյաց կենտրոնակամար եւ կաթնաշրջանական, եւ տիեզերագիտության տարբեր էջերում Աբովյանը կարծես թե դեռ չի հասկանում, որ բառը ավելի հարմար է եւ ասում է կարելի է հետագայում ավելի լավ անուններ որոշել դրանց համար։ Այսինքն մենք գործ ունենք երկու նորաբան բառի հետ։ Հետաքրքիր է հավասարագիշերը, որը գիշերահավասարն է, այսինքն Աբովյանը, մենք հիմա ասում ենք գիշերահավասար, բայց Աբովյանի մոտ հանդիպում ենք հավասարագիշերով։ Ստեղծում է մասնագիտությունների անուններ եւ շատ մասնագիտությունների անուններ, եթե ուսումնասիրում ենք Դորպատյան օրագրերը, ուղեկցությունները, քանի որ ժամանակի նշանավոր մարդկանց, բնագետների, երկրաբանների հետ է շփվում, բնականաբար իրեն պետք է մասնագիտություններ անվանել եւ դրանցից մեկը հանդիպում ենք աստղաբաշխը, որը աստղագետն է, դե բառերը ստուգված են նոր հայկազյան բառարանով, գրաբարի արձերն բառարանով, այսինքն իրավունք ունենք սրանք իսկապես նորակաց նորաբանություն անվանելու։ Աբովյանի ոճին շատ բնորոշ է օտար բառերի հայերեն դարձնելը եւ դրանցից մեկը պիրամիդաձևն է, որը բրգաձևն է, եւ տրիադեն, որը եռամիասնությունն է։ Գրաբարի թվում է թե գրաբարի հետ պիտի առնչվեր 5-րդ դարի բառապաշարը կամ մեր հիմնական բառախոնդը, բայց քանի որ ինչպես նշեցի, ըստ իմ ուսումնասիրությունների հենց այդ հիմքի վրա էր Աբովյանը փորձում ստեղծել նոր բառեր, նոր եզրույթներ, վերցնում է ռուսերեն բառեր եւ ռուսերեն բառեր է օգտագործում իր տիեզերագիտության ձեռնարկում, կողքին դնելով նաեւ հայերեն տարբերակներ, այսինքն մշտապես քանի որ նաեւ ձեռնարկ էր, որով ուսուցանում էր իր աշակերտներին, իսկ ինքեյության ուսուցիչ էր, պիտի հասկանալի լիներ աշակերտի համար, անպայման փակագծում միայն հայերեն տարբերակը նշում էր եւ մի քանի բառ որ առանձնացրել եմ սիստեմի սկարանդաշն, սա հենց գրաբարյան հոլովաձևերով եմ թողել, ցույց տալով, որ ինքը գրաբարի բառերը համար գրաբարում ամենատարածված ընդհանրական հոլովումն է վերցնում։ Ինչպես օրինակ եթե ավելի պարզ բացատրեմ, երբ որ օտար անուն ենք վերցնում կամ օտար բառ, մենք իով ենք, չէ՞ հոլովում, օրինակ կարանդաշի։ Այստեղ սկարանդաշն մատերիայից, այսինքն գրաբարի հիմքի վրա արդեն մենք աշխարհաբարի առաջին տարերը զգում ենք։ Երկրորդ մասը ելույթից ավելի շատ ցանկանամ ընթերցել, որովհետև ավելի շատ փորձել եմ փիլիսոփայական կողմը ցույց տալ, իհարկե ըստ իմ հասկացածի եւ այնքանով, որքանով այս ժամանակահատվածում փորձել եմ ճանաչել ու բացահայտել Խաչատուր Աբովյանին։ Եվ հետաքրքիր է, որ այն ընթացքում, երբ որ ես սկսել էի փոխադրել տիեզերագիտության ձեռնարկ ուրեմն, ինչ-որ նախախնամությամբ ես որոշեցի վերընթերցել Աստվածաշունչը։ Եվ ընթերցելու ընթացքում ես
օրվա մի մասը փոխադրում էի տեզերագիտությանը, մյուս մասը զուգահեռ կարդում էի եւ անընդհատ միտքեր գալիս, որ ինչ-որ առնչություններ կա, ինչ-որ առնչությունների եմ հանդիպում։ Ես հասկացա, որ ուզում եմ սա համեմատել ծննդոց գրքի հետ հիմնականում, որովհետեւ աղերսներն ու երկխոսությունը թերևս ինձ համար շատ են եւ ելույթից հետո գուցե դուք որևէ նմանություններ գտնեք եւ փորձեցի այսպես վերնագրել, այս վերնագրությամբ կառուցել խոսքս ծննդոթյան արարչագործության վերաիմաստավորումը Խաչատուր Աբովյանի տիեզերագիտության մեջ։ Խաչատուր Աբովյանի տիեզերագիտություն ձեռնարկը առաջին հայացքից ներկայանում է որպես բնագիտական եւ աստղագիտական գիտելիքի տարածման նպատակ ունեցող աշխատություն։ Սակայն երկի բազմաթիվ հատվածներ վկայում են, որ տիեզերքի կառուցվածքի, աստղերի հեռավորության, լույսի շարժման, երկնային մարմինների դասավորության եւ աշխարհի բազմության մասին գիտական դատողությունների խորքում առկա է մեկ աստվածաբանական եւ փիլիսոփայական խնդիր։ Ինչպես է ստեղծվել աշխարհը, ինչու է այն այսպես կարգավորված եւ ինչ կարող է այն կարգավորվածությունը ասել մարդու արարչի մասին։ Այս հարցերի պատասխանը Աբովյանի մոտ կառուցվում է քրիստոնեական աշխատայացքի ու ժամանակակից գիտական պատկերացումների միահյուսմամբ։ Հատկապես ակնհայտ է ծննդոց գրքի առաջին գլխի հետ երկխոսությունը։ Աբովյանի տիեզերաբանական պատումում կարելի է նկատել ծննդոթյան արարչագործության հիմնական հաջորդականության վերարտադրությունը։ Նախաստեղծ խավար, Աստծո խոսք եւ շունչ, լույսի երևում, տարածությունների բաժանում, սահմանում, ստեղծված իրողությունների իրենց տեղում հաստատում, երկնային լուսատուների ստեղծում եւ նրանց գործառույթի սահմանում։ Սակայն Աբովյանը չի գրկնում աստվածաշնչյան տեքստը։ Նա ծննդոթյան արարչագործության պատկերն ընդարձակում է 19-րդ դարի գիտական տիեզերքի չափերով։ Եթե ծննդոցում ստեղծվում են երկինք ու երկիր, ապա Աբովյանի երևակայության մեջ արարչագործությունը տարածվում է անտիվարեհակների, մոլորակների, աստղային համակարգերի եւ նույնիսկ այլ աշխարհներում բնակվող բանական էակների վրա։ Այս իմաստով տիեզերագիտությունը կարելի է ընթերցել որպես ծննդոց գրքի արարչագործության գիտական փիլիսոփայական վերապատմում, որտեղ աստվածաշնչյան այրը ստանում է աստղագիտական մասշտաբ, իսկ բնության ուսումնասիրությունը վերածվում է աստծո ճանաչողության ճանապարհի։ Նախաստեղծ խավարը կամ երբ ժամանակ չկար։ Աբովյանի պատումի ամենաուշագրավ հատվածներից մեկը նախաստեղծ վիճակի նկարագրությունն է։ Խորհում եմ հիշել այն ժամանակը, երբ դեռ ժամանակ չկար, երբ ուրիշ ոչինչ չկար, բացի ամենալավ Աստծուց։ Այս միտքը միանգամից տեղափոխում է ընթերցողին ծննդոց գրքի առաջին տողերի աշխարհ։ Ի սկզբանե արար Աստված, զերկիր եւ զերկիր։ Ծննդոցում աշխարհի նախնական վիճակը նկարագրվում է այսպես. երբ երկիրը աներևույթ էր, անկերպար եւ խավար էր անդունդի վրադիրում։ Աբովյանի հաջորդ նախադասությունը գրեթե նույն պատկերային համակարգի մեջ է։ Մրցունենավոր մի մթություն ծածկում էր բնությունը։ Անվախճան արարիչը հաջեց ստեղծել մի աշխարհ։ Նրա իմաստությունը բոլորի համար ընտրեց ամենապատվականը եւ նրա բերանի շունչը նրանց բերեց գոյություն։ Հիշենք աստվածաշնչյան հայտնի միտքը ի սկզբանե բանն էր առաստված եւ աստված էր բան։ Այսպիսով երկու տեքստում էր արարչագործությունը նախորդում է խավարի, անկազմակերպության եւ դեռևս չկարգավորված գոյության վիճակի։ Սակայն Աբովյանը ծննդոթյան նախաստեղծումը խորացնում է, ավելացնելով մի կարևոր փիլիսոփայական հարց՝ ժամանակի բացակայությունը։ Եվ դեռ ժամանակ չկար ձևակերպմամբ, Աբովյանը Աստծուն տեղադրում է ոչ միայն տարածությունից, այլև ժամանակից առաջ։ Ժամանակը ևս դառնում է արարչագործության ենթակա իրականություն։ Աստված գոյություն ունի նախքան ստեղծված աշխարհի ժամանակային ընթացքը, սա Աբովյանի պատկերացմամբ։ Այսպիսով Աբովյանի պատումը սկսվում է ոչ թե արդեն գոյություն ունեցող տիեզերքից, այլ Աստծո եւ չստեղծված ոչնչի հակադրությունից։ Նախաստեղծ խավարին հաջորդում է արարչագործության գործողությունը։ Անվախճան արարիչը հաջեց ստեղծել մի աշխարհ։ Նրա իմաստությունը բոլորի համար ընտրեց ամենապատվականը եւ նրա բերանի շունչը նրանց բերեց գոյություն։ Մեջբերում է սա։ Այստեղ միաժամանակ առկա են երկու աստվածաշնչյան երկու սոսլուկ՝ Աստծո խոսքը եւ Աստծո բերանի շունչը որպես ստեղծագործ ուժ։ Միևնույն ժամանակ Աբովյանի ձևակերպումը հիշեցնում է ծննդոցի կրկնվող բանաձևը եւ ասած Աստված եւ եղել այդպես։ Այսինքն արարչագործությունը տեղի է ունենում Աստծո կամքի եւ խոսքի միջոցով։ Աբովյանի բերանի շունչը այդ գաղափարը վերածում է գրեթե ֆիզիկական պատկերացման։ Աստծո ստեղծած ներգործությունը շունչ է, որը գոյություն է բերում դերևս չգոյություն ունեցողը։
Աբովյանի համար ասված ոչ միայն ստեղծում է գոյություն ունեցողը, այլև կարգավորում է այն։ Նա գրում է. մեջբերում է, չափեց և յուրաքանչյուրին տվեց իր ոլորտը։ Արարիչը ամենուրեք սահմանեց այնպիսի անհավատալի մեծ տարածություններ։ Այս ձևակերպումները հատկապես կարևոր են ծննդոցի հետ համատեքստեր։ Ծննդոցում առաջապատումը ոչ միայն ստեղծում է միտը, այլև ստեղծված աշխարհը բաժանում, սահմանում և դասավորում։ Աստված բաժանում է լույսը խավարից, ջրերը ցամաքից, երկինքը երկրից, նա առանձնացնում է տարածքները և յուրաքանչյուրին տալիս իր անվանումն ու գործառույթը։ Այսինքն առաջագործության կարևոր գործողություններից մեկը սահմաններն են։ Այգու սկզբունքը Աբովյանի մոտ տեղափոխվում է աստղագիտական մակարդակ։ Յուրաքանչյուր երկնային մարմին ունի իր տեղը, իր ոլորտը, իր հեռավորությունը և իր շարժումը։ Եթե ծննդոցում Աստված սահմանում է ծովի ու ցամաքի տարածությունները, ապա Աբովյանի մոտ Աստված սահմանում է արեգակների ու աշխարհների մեջ տարածությունները։ Եթե ծննդոցում յուրաքանչյուր ստեղծած իրողություն մտնում է ընդհանուր կարգի մեջ, ապա Աբովյանի տեզերքում յուրաքանչյուր աստղ ու մոլորակ նույնպես ունի իր ուրույն տեղն ու դիրքը։ Աստված ստեղծում է լուսատուները և դնում երկնքի հաստատության մեջ, լուսավորելու երկիրը։ Աբովյանի մոտ այդ նույն գաղափարը ստանում է նույն նոր ձև, մեջբերումը։ Ամենակարողը ոչնչից իր հրամանով ստեղծեց այս երկնային գույները և դրեց նրանց այնտեղ, որպես ջահեր, որպեսզի լուսավորեն և ջերմացնեն աշխարհի մարմինները։ Այսպիսով Աբովյանը փաստորեն ընդլայնում է ծննդոցի լուսավորների գործառույթը։ Ծննդոցյան մեկ աշխարհի փոխարեն դրա տիեզերքում կարող են լինել բազմաթիվ աշխարհներ, յուրաքանչյուր արեգակ կարող է ունենալ իր լուսավորության ոլորտը և հետո ավելացնում, որ գուցե մեր աշխարհի սիրելի լավը կատարյալն է։ Աբովյանի մեկ այլ ձևակերպում առավել հստակ է դարձնում այս կապը, չափեց և յուրաքանչյուրին տվեց իր ոլորտը։ Ծննդոցում ստեղծված աշխարհն ունի հատուկ կառուցված երկինք, երկիր, ծով, ցամաք, լուսավորներ, բուսական ու կենդանական աշխարհ։ Աստված յուրաքանչյուրին տալիս է իր տեղն ու գործառույթը։ Աբովյանի մոտ այն նույն համակարգը բազմապատկում է։ Տիեզերքը կազմված է բազմաթիվ աշխարհներից, իսկ այդ աշխարհները բազմաթիվ երկնային մարմիններից։ Յուրաքանչյուրը, ինչպես նշեցի, ունի իր տեղը։ Ուստի իր ոլորտ տալը կարելի է դիտարկել որպես ծննդոցյան հաստատության մեջ դնելու գիտական վերաձևակերպում։ Այստեղ նույնիսկ դաշտ բառը հետաքրքիր է, Աբովյանը կիրառում է արարչության անսահման դաշտերը։ Ծննդոցյան երկիր, դաշտերը, ծովերը Աբովյանի մոտ ընդհայրում են մի ամբողջ տիեզերական տարածության։ Այն, ինչ ծննդոցում նկարագրվում է որպես մեկ ստեղծված աշխարհի, տարածական կազմակերպում Աբովյանի մոտ դառնում է անսահման կոսմիկական դաշտերի կազմակերպում։ Կտությունը։ Այստեղ գիտական չափումը հասնում է իր սահմանին ու գալիս կարևորին, ինչ անճարելի մեծություն ունի արարչությունը։ Մարդը կարող է չափել լույսի արագությունը, հաշվել հեռավորություններ, համեմատել աստղերը, բայց չի կարող ամբողջությամբ չափել արարչագործության խորհուրդը։ Այս միտքը մոտ է Հոբի գրքի դրամաբանությանը, որտեղ մարդուն Աստված ցույց է տալիս ստեղծված աշխարհի ահռելիությունը, ընդգծելով մարդու ճանաչողության սահմանափակությունը։ Մեջբերում են դարձյալ տեզերագիտությունից, որքան անչափելի արարչագործությունը, որը թափանցում է մեր մտքի կարողությունների սահմաններից և ով կտար մահկանացուին այնպիսի չափման միջոց, որով նա կարողանար չափել այդ անհամար արեգակների հեռավորությունը աշխարհի լայնատարած դաշտում։ Ձեռնարկի ամենահետաքրքիր գաղափարներից մեկն է, որ Աբովյանը լույսի ճանապարհն ընդունում է որպես տիեզերական չափման միջոց։ Մեջբերում եմ, ընդունել ինձ համար լույսի ճանապարհը որպես չափ և այդ չափով իմ մտքում չափեն արեգակների տարածությունը և արարչության անսահման դաշտերը իրենց ուղեկիցներով։ Աբովյանի մոտ լույսը դառնում է նաև մարդու ճանաչողության գործիք։ Եթե ծննդոցում լույսը թույլ է տալիս տեսանելի դարձնել աշխարհը, ապա Աբովյանի մոտ լույսի արագությունը հնարավորություն է տալիս մարդուն չափել այն աշխարհի խորությունը, որն անզեն աչքով անչափելի է։ Աբովյանի համար լույսը արարչագործության ճանաչողության միջոց է։ Աբովյանի տեզերքում արեգակը այլևս միակ լուսատու չէ։ Նա գրում է. հավիտենական իր պատմական գահի շուրջ սերմանեց անթիվ արեգակներ, չափեց յուրաքանչյուրին, տվեց իր ոլորտը և միլիոնավոր բարձրագույն հոգիներ ականատես եղան նրա այդ արարչությանը։ Ծննդոցում հիշատակվում են մեծ լուսատուները, արևը և լույսը և ապա աստղերը։ Աբովյանի մոտ այդ նույն աստվածաշնչյան տեզերական պատկերն ընդարձակվում է։ Յուրաքանչյուր աստղ կարող է արեգակի նման դնել մի մարմին։ Յուրաքանչյուր արեգակ իր համակարգի կենտրոն, իսկ յուրաքանչյուր համակարգ հնարավոր աշխարհների կենտրոն։
Նա չի հրաժարվում աստվածաշնչյան արարչագործությունից գիտական տիեզերքի բազմազանության պատճառով։ Ընդհակառակը, ասում է, եթե արարիչը ստեղծել է այս ամենը, ապա նրա արարչագործության մասշտաբը շատ ավելի մեծ է, քան մարդկային երևակայությունը կարող է պատկերացնել։ Աբովյանի մտածողության մեջ գործում է երկու հակադիր, բայց փոխդրացնող ուղղություն՝ միկրոկոսմոս եւ մակրոկոսմոս։ Նա սկսում է ամենափոքրից, ավազի մեկ հատիկի կազմությունից, հետո անցնում փոքրիկ միջադեպությանը, այնուհետև երկնքին, հետո արեգակների տարածությանը եւ վերջապես աշխարհների ամբողջության բազմազանության։ Աբովյանը նույնպիսի աստիճանական շարժում է կատարում, բայց հակառակ ուղղությամբ, ամենափոքր գոյից դեպի անսահման կեզր։ Երկու դեպքում էլ վերջնական եզրահանգումը նույնն է։ Ամբողջը մեկ արարչի ստեղծագործության դաշտում է, իսկ Աստծո երբևէ ամենակատարյալ ստեղծագործությունը աշխարհը։ Աշխարհը Աստծո կատարելությունների հայրն է։ Կարելի է ասել, այս բանաձևով էլ ամփոփում է տիեզերագիտության նույն հատվածը։ Ձեռնարկի հաջորդ եւ թերևս ամենակարևոր նշանակություն ունեցող գաղափարներից մեկը Աստծո ամենուրեցությունն է, գաղափարը։ Տարի վերքի ստեղծման 150-ամյակն է, եթե մենք վերցնենք վերքը եւ փորձենք այն ընթերցել սովետական գաղափարաբանությունից դուրս այդ գաղափարից, մենք կտեսնենք, թե իրականում ինչ է դրված Վերք Հայաստանի պատմավեպի հիմքում։ Այնտեղ նորից մենք տեսնում ենք արարիչ բառը, ես որոշել եմ ուղղակի հաշվել, թե Վերք Հայաստանի պատմավեպում քանի անգամ է կրկնվում արարիչ բառը, մյուս ինքը ինչպես է դիմում ընթերցողին, այն աստվածասեր ընթերցող։ Աբովյան ինչ է վեպի հիմքում, դա հավերժական Հայաստանն է դրված, վեպի հիմքում պահել մեր լեզուն եւ հավատը։ Եվ այդ արարչությունը Աբովյանի մոտ կարմիր գծով անցնում է իր բոլոր ստեղծագործություններում։ Իհարկե մենք սովորենք, որ Խորհրդային ժամանակաշրջան Աբովյանի հռչակել է հակաեկեղեցական, բայց դա միանգամայն ջուր կարծիք է։ Իհարկե հասկանենք, ինչպիսի է, աթեիստական գաղափարախոսություն է դիրում այն ժամանակ, բայց մենք այսօր ունենք այդ հնարավորությունը Աբովյանի մոտենալ այդ դիրքերից, այդ դիտանկյուններից։ Ես ինքս անձամբ Աբովյանի արխիվից բացահայտել եմ եթե 92 չափով հոգևոր կրոնական բնույթի ստեղծագործություններ, որոնք մինչև օրս մնացել են չվերծանված բանտից եւ չուսումնասիրված։ Իհարկե ես չեմ բացառում, որ ինչ-որ մեկը դա տեսել է, նկատել է, բայց իհարկե հաշվի առնելով ժամանակաշրջանը մարդիկ հուսափել են։ Իսկ այն ուսումնասիրողներն են, որոնք Աբովյանին գնահատել են այս հոգևոր վիճակում, իրենք միշտ փորձել են խուսափել այդ անվանակություններից, Աբովյանի որպես հոգևորական աստվածասեր մարդ անվանելուց եւ միշտ դեիստ, պանթեիստ, ավելի շատ այս բանկատուններն ենք տեսնում, այս վերաբերումներն ենք տեսնում Աբովյանի մասին։ Բայց ինձ թվում է արդեն վաղուց ժամանակն է, այդ խորհրդային ժամանակաշրջանում արդեն 30 տարիներ անցել են, բայց մենք չգիտենք ինչու մեր մեծ լուսավորչին, ամենախոշոր գործիչներից մեկին մենք դեռևս չենք ճանաչել։